Բարև բոլորին, բարև ձեզ, բարի ուշ գիշեր իմ բոլոր հետևորդներին, ովքեր քնած են, ովքեր որ արթուն են, ամենայն դեպս կտեսնեն իմ YouTube-յան էջում այս աշխատանքը, այսօր բավական հետաքրքիր լեկցիա է լինելու, բավականին անսպասելի շատ մարդկանց համար, կսպասենք կհավաքվեն, որովհետև ես այնպիսի ինֆորմացիա պետք է ասեմ, ինչը շատ այդքան էլ դուր չի գա որոշ մարդկանց, ովքեր իրենց համարում են տարօրակ։ Նախ սկսենք նրանից, որ շատ մարդիկ ինձ տեսնելով բյուրո 6, չգիտես ինչում, մտածել են այդ, որ ինձ տրված է, ես աշխատում եմ, իրանց էլ է տրված։ Հիասթափացնեմ, ես չեմ տեսնում TikTok-ում, 4-5 հոգի եմ տեսել, որ կան մասնագետներ, բայց դրանք եւ իմ աշակերտներից են, եւ իմ ուրեմ մի վարքյան սիրելի հետ, այսենց, եւ իմ աշակերտներից են, եւ իմ աշակերտի ընկերներից են, հա, բայց ամենայն դեպս այն ինչ ես ասելու եմ, ես ուզում եմ, որ մեր հայ ազգը ուշադիր լինի, որովհետև ես բոլոր հետևորդներս էլ գիտեն, ես հենց այնպես ոչ մի բան ուրեմ չեմ ասում, հա, որպեսզի ուշադիր լինեք։ Ուրեմ, քանի որ էներգիաները փոխվել են, այդ մասին չգիտես ինչում մարդիկ զբաղված են նյութականից, հա, կախվելով, առանց հասկանալու, որ դա ցածր աստրալն է։ Ցածր նշանակում, ովքեր կապ չունեն տարոք հարտերի հետ, տեսնելով Ինարա Գրիգորյանին, որ մասնագետ է, գազազելով, որ Ինարա Գրիգորյանը նաև պայծառատես է տեսնում է ի համեմատած այդ մարդկանց, այս մարդիկ շատ վատ են զգում, շատ վատ են տանում, ցավոտ են տանում, 7-րդ դասարանից սկսած։ Ես տեսնում եմ ինվալիդ մարդիկ, աչքի մեկը քոր, ինվալիդներ, ովքեր որ բանի պիտանի չեն, ստիպված վերցնելու են տարոք հարտերը, իրենք տարոք հարտերով իբր թե զբաղվեն, համարելով, որ իրենք տարոլոգներ են։ Ես դες հիասթափացնեմ, որ ընդհանրապես դուք տարոյից հեռու եք եւ դուք ինչու եմ ես թողել տարոն։ Հա, դա իմ որոշումն է եղել։ Յանին ավելի գլոբալ շատ չգնա այդ խափե բաներ կնի։ Համար մեկ է, 3 տարի առաջ եմ ասել, ես ճիշտ եմ եղել, ես ունեցի մազրուտեղել, այդպես է կոչվում, ուրեմ իրա կանալը, ստեղ TikTok-ում, մարդունքը գիտեք ինչ, սիրելի հետևորդներ, ոնց ասեմ, որ ճիշտ հասկանաք, կան ճանաչված մարդիկ, ովքեր էլի իրենց համարում են պայծառատեսներ 3000 եվրո, 5000 եվրո վերցնելով մարդկանց։ Ես ամենայն մեծ պատասխանատվությամբ ասում եմ։ Հա, ինձանից ոչ մի բան չի գնում, որ ես մարդկանց տեղեկացնեմ։ Ես չեմ տեսնում այդ մարդկանց, որ իրանք պայծառատես են։ Հասկանում եք։ Ոչինչ։ Նորմալ է։ Ինչն է հետաքրքիր, որ պայծառատես պետքա ծնվես, ոչ թե դառնաս։ Այ խնդիրը սրա մեջ է։ Եվ դա գիտեք ոնց է լինում։ Լինում է։ Եկել պատրաստել են, որպեսզի դու գաս քո այս աշխարհ կոմիսիան կատարես։ Ոչ թե պայծառատես քնում ես, արթնանում ես, դու դառնում ես պայծառատես կամ տարոլոգ։ Ես չեմ տեսնում ստեղ կոնկրետ տարոլոգներ։ Ինչու, որովհետև դա ես իրական դառը ճշմարտությունն եմ ասում, որը շատերին այդ մարդիկ գտել են շատ հեշտ աշխատելու միջոց, մարդկանց հիմարացնելու, մարդկանց դժբախտությունների վրա ուրախանալու։ Հիմա ես ասեմ, թե ես ինչու եմ թողել տարոք հարտերը։ Որ տարոք հարտերը դա աստրալն է դա, այսինքն մեր ժողովուրդը դառնում է այն մարդկանց կերը, ես ունեմ գիտելիք, ես դրա համար եմ հիմա ժողովրդին զգուշացնում, որպեսզի դուք զգուշ լինեք, դուք դառնում եք այն մարդկանց կերը, ովքեր
Տարո անունն է տարո, հա, վերցրել են տարո քարտերը իրենց ձեռքը, մեկը տարոն ձեռը գրում է պայծառատես, այ դուք այտենց լյարվերի կերն եք դառնում, հա, իսկ ինչի եք թույլ տալիս, որ դուք այդպիսի մարդկանց կերը դառնաք, այսինքն այդ մարդիկ ստեղծել են մի իլյուզիա, վարդագույն ակնոց դրել են, այդ վտանգավոր խաղի մեջ իրանց թակարդը դուք եք, այսինքն դա ցածր աստրալն է, մարդիկ ովքեր չունեն գիտելիքներ, ընդհանրապես ոչ մի լեկցիա չեմ տեսել, տուպոյ, լրիվ անգրագետ, իմ խորհուրդը մեր հայ ժողովրդին, ովքեր ձեզանից նկարներ են ուզում, ոչ մի նկար մի տվեք, նկարները տվեցիք, դեպքեր եմ, հենց հիմա ինձ մոտ կա դեպքեր, տանում են գերեզմանների հետ աշխատում են, առանց հասկանալու գերեզմանից անգամ, տեսել եմ այստեղ տիկտոքում, ինչ-որ գերեզմաներ մի հատ հոգի խախտը մտել, այսենց, ապրանքները լցնում էր, ես հիմա ուզում եմ այդ հոգի խախտին դիմեմ, դու գիտես, որ առանց հարգելու, հա, այդ աշխարը մահացածների, առանց իմանալու, թե դու որտեղից պետքա մուտք անես, ոչ թե մուտքից, նախորդ դու պետքա վերցնես թույլ տվություն, այդ ուժերը դու ունենաս, որ կապ հաստատես այդ մարդկանց հետ, հա, պոգստնիացեց, այսինքն տիրամայրն է և տիրահայրն է, իսկ դու դրա իրավունքը ընդհանրապես ունես, որ դու, հա, մտել ես այդտեղ, բա եթե չունես, դու ոնց ես մտել այդտեղ, այսինքն դու քո համար, որ դες սատկես, հա, բան ես արել, մուտք ես արել, հետագայում ինչ մարդկանց համար պետք է աշխատես, մի հատ էլ այդ մարդկանց համար ես մուտք արել, առանց հասկանալու, որ դու քեզանից նախ խանացություն, և դու մտել ես ընթի-փնթի բաներ ես թափում, ընդեղ այտենց գործ չի անում նեկրոմանտը, ես դա ասում եմ նա 100%, 100%, մենք եստեղ ունենք սև մոգեր, որոնք շատ լավ գիտեն, թե ես ինչի մասին եմ խոսում, մոգերը սև, հարգում են այդ աշխարը, ակուրատնի աշխատանք են տանում, ոչ թե ձեր նման ինչպես դուք եք թափ-թփու, կտենց էլ թափ-թփում եք ընդեղ։ Այտենց մարդիկ շատ ծանր ճակատագիր են ունենալու, ես նախորոք եմ ասում, նույնը վերաբերվում է այն մարդկանց, ով տարոյի հետ կապ չունեն, սկզբից շատ ուրախ է անցնում, հա, իգրայеш, պատում պրայիգրայеш, խաղակ, վերջում կտակ գլխների տուշ կլինի, որովհետև դուք չեք հասկանում, թե ինչ դուռ եք բացել, և մարդիկ այսօրվա դրությամբ, որովհետև ես սիրում եմ արդարություն, մասնագետ եմ, դիմել եմ, որպես որակավորված մասնագետ, նաև, հա, մուծում ենք անում, բա մեզնից լավն եք, բա մտեք, մուծում արեք, տենամ կարակ իհարկե չեխի, որովհետև ձեզ ձեր չի տալիս, ձեզ մեկ ժողովուրդ ձեր կիրնլնի, այս տխուր վիճակն է, հենց հիմա տիկտոքում, են որ գրածա չերնաբոք, ընդհանրապես կապ չունի մագիայի հետ, իմ խորհուրդը քեզ, այդ ինարաս, որ այսօր ասել ես, մի հատ համարդ պլոճիկով տղա ես, թող, մի հատ ամուսինս կապնվի հետըտ, քեզ ստեղի այդ խապեբա տարոլոգներին եմ ասում, դուք խաղում եք կրակի հետ, որովհետև դուք ոչ կապ ունեք պայծառատեսության հետ, ոչ էլ կապ ունեք տարո քարտերի հետ, ես տեսել եմ այստեղ իրականում, ով է տարոլոգը, ես կարող եմ անգամ անունները իրական մասնագետների այստեղ ասել, Հիկադան է, Արժանյան, Վերխաս, հերիք ժողովրդի դժբախտության վրա ուրախանակ, թուղթ ու գրեր անեք, մեջի վախենում աշխատի նեկրոյի հետ, սկի ընդհանրապես գաղափար չունի, ամուսնացած կնոջ էր, ուղարկել, ամուսնու ուր է, մեկ էլ երեխայի, ինվորմացիա պարունակող, ինքը պտե անի այդ գործը, կցել է այդ կնոջ վրա ամուսնացած, ասել է գնա մեկ այդ
մի իր ամուսնու դիր պապայիդ գերեզմանի տակ են մեկին էլ ասելա երեխունն էլ դիր մամայիդ գերեզմանի մեջ այս տխուր վիճակն է ու հիմա կյանքը դժոխք կա դառը այդ կնոջ ես փաստերն եմ ասում փաստերով եմ խոսում եւ ես կարծում եմ հենց այդ աղբար կղը հիմա ինձ դիտում է զապիսները մոպսա իմ ինստագրամյան էջում ինքը չի էլ ջնջի, որովհետև իմ հետևորդն է, շատ լավ հասկացել է ով է, տիկտոկյան էջում։ Տարոլոգ սկսնակ, որը 2 տարի է, ունի մեկը խաչիկն է, որի մոտ կանալը բաց է, հոտառության, ձեր կարծիքով այդ չեռնաբոգեր մեր այդ տղերքի ասած մեխի, իրանց մեխի գլուխներ, հա? Դա ինչ կապ ունի մոգության հետ եւ տարոլոգիայի հետ, ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Ինքը մի հատ աստրալ ցածր իր նմանների հետ ստեղ միասին։ Երևույթ, հա, լյարվ, որը սնվում է ձեր էներգիայով։ Դու ում կերն եք դուք, ովքեր դիմում են այդպիսի մարդկանց։ Հասկացաք, սիրելի հետևորդներ։ Այդ դրա համար, եթե ցանկանում եք դուք այդպիսի մարդկանց կերը չլինել, հեռու մնացեք, այդ 2 ավելի ցածր են հələ 2 GL չեն, այտենց մարդիկ սիրում են նյութականից կախվել, իրանց մոտ իրանք երբեք չեն ունենա այսպիսի մարդիկ հոգևոր արժեքներ, այ մեր հայ ժողովուրդը սրա մասին պետք է մտածի, իսկ ինչու եմ ես թողել տարոն միայն են նայեք, ինքը աստրալի, ցածր աստրալի հետ կապ չունի, ինքը սակրալ գիտելիքներ է տալիս մարդուն, բայց մենակ եթե մասնագետ է ինքը բավականին մակարդակով ճիշտ կանխատեսումներ է անում, ոչ թե անընդհատ նեգատիվ, ես ձեզ մի գաղտնիք էլ ասեմ, որտեղ կտեսնեք ամեն մի քարտը, ցույց են տալիս ձեզ, ասում են թուղթուգիր կա ձեր վրա ոչ մի թուղթուգիր էլ չկա, դա կոչվում է ծրագրավորում եւ ձեզ կոդավորում, այդ դրանից էլ զգուշ եղեք, որովհետեւ տալիս եք գլխների տուշալինում, դիմում եք ինձ, դիմում եք խոսքի օրինակ Արմանին, են մեկին, ասում եք ես մեկը խափել այն մեկը, բա որ այդքան մենք ձեզ ասում ենք, ինչու եք այդ մարդկանց դիմել, 3 տարի առաջ եմ ես դա ասել, եւ հիմա ես այդ աղբերին զգուշացնում եմ, որ դուրս է եկել օրենք, որ դուք պարտավոր եք, գալու է մի պահ, որ բոլորին պետքա գիտելիքները փորձեն, տեսնեն արդյոք դուք տարոն ձեր ձեռքը գրել եք պայծառատես, դուք պայծառատես եք, ամեն մարդ չի լինելու մեդիա դաշտում, այդ ինառան ինչի համար է թողել, ինառան նաև տեսողական կանխատեսումներ անում, որոնցից մեկը այստեղ 3 երեկոյան եմ ես դրել, ում կյանքում հայտնվել է, ինչպես ես պայծառատեսությամբ ասել եմ, կնոջը, բավական տարիքով փոքր անձնավորություն տղամարդ, կարիճ համաստեղությամբ, հա, եւ երկրորդ մարդն է հայտնվելու, բա այդ ոնց է լինում, որովհետեւ տեսնում եմ, իսկ են որ $3000, 5000 եվրո եք ուզում, դուք ձեր կյանքի մեջ այդքան գումար տեսել եք, որ այդ մարդկանցից, այս խեղճ ժողովրդից այդքան գումար եք ուզում, հարց ձեզ, որ ընդհանրապես ոչ մի կապ չունի իմ համար, դուք ճանաչված եք, թե ոչ, ես ճանաչվածների մասին եմ խոսում, դուք ձեր կյանքի մեջ 5000 եվրո, 3000 եվրո տեսել եք, որ այս հայ ժողովրդին դրել եք, սնվում եք իրանց էներգիայով, իբր թե տոհմական ինչ եք անում, մաքրում եք անում, ամեն ինչը դուք ցույց եք տալիս ու ասելով հենց մի անգամից ծրագրելով մարդկանց ու կոդավորելով, որ ձեր վրա թուղթուգիր կա, այս մարդիկ էլ խեղճ մարդիկ վախենում են, ահա, այսքան փող կբերես կանեմ, բա այդ ինառան որ տեսնում է, ինառան որ այդ մաքրումներն անում է լավ արդյունքներ ունի, բա ինառը խիչի ձեր չափ փող վերցնում, հարց հանրությանը, մեր հայ ժողովրդին, բա ես էլ կարամ այդքան ուզեմ, որովհետև իմ աշխատանքները ունեն արդյունքներ, այ շիզոֆրենիկներ, դուք ձեզ հարգում եք վաբշե,
Դուք որտեղ, հենց այդ նաև դրանց է վերաբերվում, այդ ճանաչվածներին, նաև իմ կոլեգաներից էլ է վերաբերվում։ Ընդհանրապես դուք իշ կապ ունեք Տարոյի հետ, կամ խեք մարդկանց խապում, ասում $3000, 5000, խեք կոդավորում, ծրագրավորում, ձեզանից էլ է բողոքներ եկել, նաև ձայնային լուրջ հաղորդագրություններ, ինձ մոտ կան, ես խոսալու եմ հետագայում ձեր այդ փաստերով, վիդեոներ եք ուղարկում, իբր թե քո վրա տոհմական բան կա, չգիտեմ ինչ կա, սենց վիդեոյով 40,000 դրամ, իսկ առանց վիդեոյի իմ տուն եմ ընդունում 80,000 դրամ տարո կանխատեսում։ Այդ 40, սկի 20,000 դրամ դու տեսել ես, որ 40,000, 80,000 մարդկանցից փող եք ուզում։ Այ սրանք լարվերն են, հարգելի հետևորդներ, ովքեր ձեզ կոդավորում են, ծրագրավորում են, իրականությունն եմ ասում, դառը ճշմարտությունը ձեզ։ Հետո կուզեք գնացեք, կուզեք մի գնացեք, ձեր գործն է։ Ես չեմ ասում գնացեք, մի գնացեք իրանց մոտ։ Ես հենց առերես ինչ ունեմ, այդ մարդկանց ասում եմ։ Կամ են մի խփնվածը, որ Հիսուսի անունա տալիս, ասում է, ոնց է ասում, ես պայծառատես եմ, քեզանից ինչ պայծառատես։ Ուղեղդ կախել է, կամ դու $3,000, $5,000 կյանքիդ մեջ տեսել ես, որ ժողովրդին սենց էշի տեղ ես դրել։ Հասկանում եք, սիրելի հետևորդներ, այսինքն բոլորիդ հիմարացնում են։ Խնդիրը սա է։ Իսկ ես թողել եմ տարոն ինչի, ես նախ Լենորման քարտերով եմ կանխատեսում, որովհետև դարձրել եմ։ Էներգիաներս բերել եմ բալանսի և 3G-ից ավել է իմ հոգևոր վիբրացիաները։ Ես սա ասում եմ, որպեսզի շատ մարդիկ իմանան։ Իսկ ինչքան դու բարձրացնում ես, ինչքան դու ունես գիտելիք, ինչքան քեզանով զբաղվում ես, ճիշտ էներգիաների հետ աշխատում ես, այնքան դու ավելի ես բարձրանում։ Այն մարդկանց, ում ես էստեղ ասեցի, ովքեր քնում արթնանում են, ասում են մենք տարողակ ենք, շատը ջահելներն են ձեզ վնասելու։ Երիտասարդները, բառերս հիշեք, բավականին շատ է լինելու այդպիսի դեպքերը մինչև 30 թվական, 30-ից հետո իրանք չեն ապրելու, որովհետև մինչև 30-ը բավականին շատ բաներ է փոխվելու։ Դա կապ ունի ուրեմն արհեստական բանականության հետ, եւ այդ մարդիկ մնալու են այդ ցածր աստրալում, իրանց հնարավորություն չի տրվելու հետագայում, որ իրանք բարձրանան։ Եթե խաբեբաների մասին է, շարլատանների մասին է խոսք։ Այդ է ես ինչի համար եմ թողել տարո քարտերը։ Հասկացաք։ Որովհետև ես շատ խելացի եմ գործում, բավական իմաստուն։ Իսկ ովքեր կհասկանան, զերծ կմնան խաբեբաներից, շարլատաններից, չդառնալով այդ դևերի կերը, խնդրեմ, ես ձեզ զգուշացրել եմ։ Իսկ ովքեր չեն զգուշանա, ուրեմն դուք այդպես էլ իրանց կերը դառնալով կմնաք այդ ցածր վիբրացիայում։ Ծրագրավորված եւ մանիպուլացված։ Եվ իմ խորհուրդը ձեզ, ընդհանրապես ձեր նկարները ոչ մեկին մի առաջարկեք։ Ես արդեն մեկ կախարդի փակել եմ, այդ կախարդի համար ծանր հետևանքներով լետալնի իսխոդ է եղել։ Իմ խորհուրդը ձեզ։ Կլսեք, չեք լսի, ինձանից հասնում էր ես զգուշացնեի։ Իսկ որոշ ճանաչվածներին, որոշ ոչ ճանաչված խաբեբաներին, իմ ասածները դուր է գալիս, դուր չի գալիս, ես ինչ մտածում եմ, դա եմ արտահայտվում։ Դա ձեզ դուր է գալիս, դուր չի գալիս, դա ձեր խնդիրն է, ոչ թե սաղ չկա։ Ես ժողովրդի աչքը բացում եմ, որովհետև իմ համար հաճելի չի, երբ ինձ դիմում են, դուք իրանց խաբել եք։ Բավականին մեծ գումարներ աշխատելով։ Դրան մեկ է, ես չբարձրաձայնել,
իմ նման էլի արդար մարդ դուրս էր գալու այս մասին խոսար, մարդկանց զգուշացներ, տեղեկացներ։ Դուրները չի գալի, թթույա, ինչ ասեմ, ծիծակ կերեք։ Այսքանով ես ավարտում եմ, սիրելի հետևորդների իմ աշխատանքը, մաղթելով բոլորին, եղեք մի քիչ զգոն, մի դառեք ցածր աստրալի, լարվերի, մաֆլոկների կերը։ Իմ ուզածը սա է, կգնաք, չեք գնա, հետագայում ինձ մոտ չգաք, որովհետև ես այդպես մարդկանց չեմ ընդունում, որովհետև ես այդքան զգուշացնում եմ, դուք ինձ չեք լսում։ Ես իմ ամեն մարդու, ճիշտն էլ ասեմ, ամեն մարդու ես չեմ էլ ընդունում հիմա, ես եմ որոշում։ Ինձ գրում են կամ ձայնային են թողում, ես ձայնը լսում եմ, եթե իմ մոտ գլխացավ էր, սրոցումա, անգամ ես չեմ էլ պատասխան, նորմալան ուր ընդունում եմ, հիմա ես ամեն մարդու չեմ ընդունում իմ մոտ, որովհետև ես ինձ բավականին շատ սիրում հարգում եմ, ու կստացի են մարդկանց, ովքեր որ խափեբա են, մեկը լինի ձեզ օգնի, այ ողորմելիներ, դուք գիտեք ինչ կա, դուք ձեզ չեք սիրում, հարգում, ես մի գաղտնիք եմ ուզում հետևորդներին ասեմ ու դրանով էլ ավարտեմ, սիրելի հետևորդներ, ճանաչված մարդկանց մեջ կան հիվանդ մարդիկ, այսինքն, բարև ձեզ, կան հիվանդ մարդիկ, ովքեր զոբի պրոբլեմներ ունեն, ովքեր ունեն սրտի պրոբլեմներ, ոտքը տրոմբ է, պոչկաների խնդիրներ, այսպիսի խնդիրներ, այդպիսի մարդիկ ընդհանրապես իրավունք չունեն, որ դուք դիմում եք իրանց մաքրումներ անեն, իրանք կարան շատ հեշտ, շատ հանգիստ իրանց հիվանդությունները ձեզ ուղարկել, այ դուք սրանից վախեցեք, որովհետև իրանց ոչ մի ռիտուալ չի կատարվելու, իրանց համար ավելի վատ կլինի, ես նաև այս մասին եմ ձեզ ուզում զգուշացնել, որ մի քիչ զգուշ եղեք նման մարդկանց և ձեր նկարները խեք ջղայնացած չեմ, Լևոն ջան, ես շատ հանգիստ եմ, դա իմ թիվն է, 8 թիվը, արդարության թիվն է անում, ես կապ չունեմ դրա հետ, և հիմա մեր ժողովուրդը հենց առաջին այդ մասին մտածեք, եթե մարդը ունի հիվանդություն, ինքը ոնց կարա ձեզ մաքրում անի, կարա իր հիվանդությունը ձեզ տա, այդ հիվանդությունից ինքը ազատվի ու դուք այդ հիվանդությունով տառապեք, որ երբևիցե այդ հիվանդությունը ձեր վրա չի եղել, այ դուք սրա մասին մտածեք, և ես այսքանով էլ կավարտեմ, դրա այդքանից հետո կցանկանաք, գնացեք, թող մաքրումներ անեն, ինչ ուզում են թող անեն, եթե ձեզ այդքանից հետո պետքա խաբեն, ուրեմն շատ ճիշտ կանեն, ես զգուշացրել եմ, այսօր այսքանը սիրելի հետևորդներ, մինչև հաջորդ թողարկում, ցտեսություն։